Իսկ դու քանի ոստիկան գիտեք, որ իր այս Կամ այս կամ էլ այս անբարևարտ պահվածքի համար պատժվել են։ ասենք 2025 թվականի ընթացքում 22 հոգի։ Պարզվում է ներքին գործերի նախարարությունում կա ՆԱՀՎ։ Սխալ հասկացաք, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչություն։ Ու հենց ՆԱՀՎ-ում են որոշում նկատողություն տան, Հեռացնեն։ թե աշխատավարձը իջեցնեն։ Եթե բողոք ունես ոստիկանից, կարող ես դիմել ՆԱՀՎ-ին։ Համակարգի ներսում էլ եթե իրար մեջ խնդիր են ունենում, կարող են դիմել ՆԱՀՎ-ին։ ՆԱՀՎ-ը նաև ուսումնասիրում է մեդիայի գրածները կոնկրետ ոստիկանության ծառայողի վատ կամ սխալ վարքի մասին։ Անգամ առանց դիմումի ՆԱՀՎ-ը կարող է որևէ ծառայողի ստուգել, եթե օպերատիվ տվյալներ ունի, որ մի բան այն չէ։ Իսկ հիմա կասեք, քանի գործ են քննել։ 2025-ին արդեն քննել են 1209 գործ։ 901-ին ասել են մյուս անգամ էլ չկրկնվի։ 300-ին դուժի ենթարկել։ Այդ թվում 191-ը նկատողություն, 34-ը խիստ նկատողություն, 59 աշխատակցի պաշտոնային դրույքաչափը իջեցվել է մինչև 3 ամի ժամանակով, 2 ծառայողի կոչում իջեցվել է 1 աստիճանով։ 22-ը ազատվել են ծառայությունից։ Բայց իրեն ձեռնա, ում պետքա մենակ նրանց են անել։ Չես կար ասես հայրիկ ջան։ ՀԿ-ներն ու մեդիան խոշորացույցով հետևում են այս process-ներին, որպեսզի ՆԱՀՎ-ում իջևերջ գաստան։ Անգամ հանձնաժողովը, որը վերջնական որոշումներ է կայացնում ծառայողների նկատմամբ, ունի ՀԿ անդամներ։ Որպեսզի հանրային վերահսկողություն լինի այս հարցերի նկատմամբ, ու ոստիկանական համակարգի մարդիկ ուղղակի իրենց գործընկերներին չծածկեն կամ պաշտպանեն։ Բայց տես, ՀԿ-ները նաև ուզում են օգնել ոստիկանությանը։ Կազմակերպում են ուսումնական այցեր, օգնում են գրել լավ օրենքներ։ Եթե ուզում ես այս թեմայի մասին ավելին իմանալ, Թող ցանկացած մեկնաբանություն եւ մենք քեզ կուղարկենք հղումը։